Երևանի մետրոյի Աչափնյակ կայարանի նախագծային աշխատանքներն ավարտված են։ Պետական համալիր փորձաքննության արդյունքում նախագիծը դրական եզրակացություն է ստացել։ Զեկուցվեց քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։ Հիմա աշխատում են գտնել ուղիներ շինարարությունն արդեն այս տարի սկսելու համար։ Վերջին տրանշի ֆինանսավորման փաստաթղթերը ներկայացված են արդեն աշխատակազմի ֆինանսական վարչություն վճարման ընթացքավորման համար։ Հաջորդիվ արդեն պետք է քննարկենք ֆինանսավորման հարցերը, բայց մեր հիմնական նպատակը ամենասեղմ ժամանակամիջոցում իրականացնել ծրագիրը, այսինքն շինարարությունը սկսել ինչքան հնարավոր է շուտ։ Նախագիծը ունենք, կարան գնանք այս ճանապարհով, մյուս ճանապարհով, այն մյուս ճանապարհով, այս մի գործընկերոջ հետ, այն մյուս գործընկերոջ հետ, որ գործընկերոջ հետ ֆինանսական առումով ամենակարճը կտևի process-ները, այդ ճանապարհով պետք է գնանք։ Աչափնյակ մետրոյի հարակից տարածքում նաև օտարման ենթակա գոտի կա։ Մշակվել է հանրային գերակա շահ ճանաչելու մասին որոշման նախագիծ եւ ուղարկվել կառավարության հաստատմանը։ Քաղաքապետարանը պատրաստվում է շուտով վերջ դնել առանց վճարելու հասարակական տրանսպորտով երթևեկելու հնարավորությանը։ Ակնկալում է, որ ազգային ժողովը հուլիսի 1-ի արտահերթ նիստում կընդունի օրենսդրական համապատասխան փոփոխություններն ու քաղաքապետը իրավունք կունենա որոշել, թե որ ստորաբաժանումն է իրավասու լինելու այդ առումով վերահսկողություն իրականացնել։ Նաև տուգանքներ կլինեն։ Ավինյանն արձանագրեց երևանցիների գերակշիռ մասը պատասխանատու է վերաբերվում, վճարում է ուղևորության դիմաց առանց պատժի գործիքներ կիրառվելու, ու ինքը դրանից շատ տպավորված է։ Այո, ունենք քաղաքացիներ, ովքեր որ մտածում են, միգուցե որ եկել է, այսպես ասած, անվճար տրանսպորտային երթևեկության ժամանակը, հարգելի քաղաքացիներ, այդ ժամանակը ավարտվում է եւ հատուկ ուզում եմ նախազգուշացնել, որպեսզի հետո նաեւ այդ այսպես ասած մեծ բողոքները չլինեն, բա ինչի է այսպես եղավ։ Մենք իհարկե որոշ ժամանակ այս տեղեկատվական արշավը կիրականացնենք, բայց ինչ որ մի փուլից կսկսվեն նաեւ տուգանվել այն մարդիկ, ովքեր որ չեն վճարում։ Արզումանյան փողոցի վթարային շենքերի փոխարեն նոր շենքեր կառուցվելու ու բնակիչներին բնակարանով ապահովելու ծրագրի մասին զեկուցվեց։ Նախորդ 1 տարվա ընթացքում պայմանագրեր են կնքվել 76 ընտանիքներից 60-ի հետ։ Դեռևս համաձայնություն չտված բնակիչների պատճառաբանություններն ու խնդիրները տարբեր են։ Փորձում են դա նույնպես կարգավորել։ Պետք է արդեն ավարտին հասցնենք, որպեսզի կարողանանք առաջ շարժվել, որովհետև այս շենքերում բնակվող անձինք պետք է առաջին հերթին գիտակցեն, որ իրենց կյանքը վտանգի տակ է։ Եվ այս ծրագիրը Երևանի քաղաքապետարան իրականացնում է միմիայն այդ պատճառով։ Այստեղ ոչ լիազորություն ունի, ոչ պարտավորություն ունի Երևանի քաղաքապետարան, ուղղակի մեր քաղաքացիների կյանքը հենց այդ շենքերում բնակվող վտանգի տակ է։ Շեշտեց բնակիչներից ազատված բոլոր վթարային շենքերը պետք է քանդվեն, չպետք է թույլ տալ, որ այդտեղ տեղավորվեն այլ մարդիկ։ Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի վթարային շենքի վերաբնակեցման մասին էլ զեկուցվեց, որ մնացել է 5 ընտանիք, որոնք համաձայն չեն առաջարկվող տարբերակին։ Օրինակ, մեկ բնակիչ պատրաստի ֆոնդից 2 սենյականոց բնակարան ենք առաջարկել, 3 հատ ուզում 2 սենյականոց։ Իսկ ինչ է իր բնակարան, եթե դա կոչենք, ինչ է իր բնակարանի չափը այսօրվա։ 40 քանի քառակուսի օրինական, մոտ 40 էլ անօրինական։ Իսկ մենք ինչ ենք առաջարկում իրեն։ 2 սենյականոց բնակարան, մոտ 60 քանի քառակուսի օրինական մակերես։ Եթե չեն ուզում հարգելի գործընկերներ, զոռով պետք չի մարդկանց տուն տալ։ Գործարկվել է համայնքային ծառայությունների միասնական հարթակը yes.yerevan.am, այն կսկսի գործել փուլային։ Մեկ շաբաթ նաև կփորձարկվի հնարավոր խնդիրները հայտնաբերելու համար։ Հարթակում մեկտեղված են քաղաքապետարանի ու ենթակա ստորաբաժանումների միջոցով տրամադրվող բոլոր ծառայությունները։ Հարթակը կաշխատի 1 պատուհանի սկզբունքով ու աստիճանաբար կփոխարինի դրան։ Գերնպատակը առավել հարմար ծառայություններ քաղաքացուն հասցնելն է եւ իհարկե բիզնեսին։ Հարթակից օգտվելը շատ պարզ է, ընդամենը 1 գրանցումով, 1 անգամ գրանցվելուց հետո քաղաքացին կարողանալու է օգտվել քաղաքային ծառայություններից, տեսնել իր պարտավորությունները, վճարել դրանց համար եւ օգտվել տեղեկատվական նաև ծառայություններից։ Այլևս անհրաժեշտություն չկա հիշել որևէ անշարժ գույքի կադաստրային ծածկագիր կամ վկայականի համարը կամ այցելել մեկ պատուհաններ, ընդամենը պետք է հարթակում գրանցվել։ Քաղաքացին հնարավորություն կունենա հարթակի միջոցով դիմումներ գրել քաղաքապետարանին ու նույն հարթակի իր գրասենյակում կամ թղթապանակում պահպանել դրանց պատասխանները։
Եթե ես հանդիսանում եմ որևէ ընկերության տնօրեն կամ պատասխանատու, համակարգը ինքնաշխատ գտնում է իմ հետ փոխկապակցված ընկերությունները եւ եւս մեկ իրավաբանական անձի գրասենյակ ստեղծում եւ կցում է իմ օգտահաշվին։ Կարող եմ տեսնել ընկերության դիմումները, ընկերության պարտավորությունները եւ ընկերության վերաբերյալ այլ տեղեկատվություն կկարողանամ ընկերության անունից ներկայացնել քաղաքապետարան դիմումներ, ստանամ պատասխաններ։ Ընդգծելով, որ հարթակի միջոցով հնարավոր է քաղաքապետարանի բոլոր ծառայություններից օգտվել առանց տնից դուրս գալու, Տիգրան Ավինյանը հավելեց, որպես հետագա զարգացում այն հասանելի կդառնա նաև հեռախոսային հավելվածի միջոցով։ Համակարգը հնարավորություն է տալու նաև անձին նույնականացնել դեմքի միջոցով կամ նույնականացման քարտով։ Աննա Զախարյան, լուրեր։